բազմաթիվ ուղերձներ, նամակներ հղեցիք եւ միջազգային կառույցներին եւ քաղաքական իրավապաշտպանական կառույցների նկատի ունեմ եւ ըստ էության որևէ արձագանք չեղավ։ Չէ, արձագանք եղավ, մենք արձագանքների մասին խոսեցինք, եթե խոսքը վերաբերում է ավելի լայն արձագանքին, ապա երկու բան ասեմ։ Առաջինը այդքան արագ չի լինում արձագանքները, անցյալ անգամ էլ մենք հիշում ենք, որ 2 ամիս հետո, 3 ամիս հետո հիմնական արձագանքները ավելի ուշ էին, սկզբնական փուլում չէին։ Եվ նախ արձագանքներ վստահ ենք, որ լինելու են, որտեվ սա նաև շատ ներողություն անարգանք է այն կառույցների նկատմամբ, այդ հեղինակավոր կառույցների նկատմամբ, որ ասում են, որ ժողովուրդ այն ինչի մեջ դուք մեղադրում եք այս մարդկանց, դա հանցագործություն լինել չի կարող, վերջակետ։ Եվ հիմա նորից նույն բանի մեջ են մեղադրում, այն էլ այն պայմաններում, երբ որ տղաները մի քայլ առաջ են գնացել, այսպես ասենք, իրավական հիգիենայի առումով, այդ արտահայտությունը օգտագործեմ, օրինակ սկզբնական հատվածում այդ disclaimer-ներ գնում, օրինակ նրանք խորհրդակցում են իրենց ընկերների, իրենց քավորների եւ փաստաբանների հետ եւ որպեսզի ինչ որ ձևակերպումներ, ինչ որ եւ այլն հնարավորինս այդ հիգիենան, այսպես ասենք, ավելի շատ պահվեր։ Բայց այդ պայմաններում դա անարգանք չի, նույն Freedom House-ի նկատմամբ, նույն Amnesty International-ի նկատմամբ, բայց ինչա որ անարգանք չի։ Ես վստահ եմ, որ լինելու արձագանք եւ կարծում եմ ավելի խիստ է լինելու արձագանքը։ Բայց այս իշխանությունները կարծում եմ հաշվարկային էր, որ դե մենք եվրոպացիների հետ այդ հիբրիդային չեմ անում, ինչ ես լավ չեմ պատկերացնում, այդ հիբրիդային թեմաներով լեզու են գտել, ուրեմն աշները կփակեն։ Կարծում եմ նրանք սխալվում են այս հարցում։ Իշխանությունները սխալվում են, վստահ ենք, որ արձագանք արդեն կա եւ լինելու է։